Կառավարությունը արդյոք հաշվարկել է, որ բյուջեի վրա թոշակների այս բարձրացումը ինչպես է ազդելու, որովհետև 3 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր դա բավականին ծանր բեռ է լինելու։ 3 ամիս հետո ինչ փոխվեց, այդ բեռը թեթևացավ, ֆինանսները որտեղից գտաք, որ միանգամից 10,000 դրամով բարձրացրեց։ 3 ամիս առաջ դեռ ամփոփված չէր 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշը, որը գիտեք նաև ուղիղ կապ ունի հարկման բազայի հետ, այսինքն հարկային ներուժի հետ, եւ կենսաթոշակների ավելացման, բարձրացման հնարավորությունը ուղիղ կապված է երկրի ֆիսկալ տարածքի հետ։ Այսինքն որքան հարկ է կարողանում գեներացնել երկիրը, որքան տնտեսական ակտիվություն է կարողանում գեներացնել տնտեսությունը եւ ինչ տեսակ ծախսեր կատարելու հնարավորություն է ընձեռում այս ամենը։ Եվ 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ բնականաբար այս հնարավորությունը գտնվել է, ֆիսկալ տարածք է ըստ էության ազատվել, 2026 թվականի համար ընդունված բյուջեում կլինեն համապատասխան փոփոխություններ, բնականաբար ծախսը գնահատված է եւ կայուն կանխատեսելի ֆիսկալ տարածք կա այս հարցը օգուտ մեր հարգարժան թոշակառուների լուծելու համար։ Տեսեք, նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մեծ զրույցում ասում էր, եթե այլ ընթացիկ ծախսեր չկրճատվեն, եթե կայուն եկամուտներ չլինի բյուջեի հետ կապված, նշանակում է, որ ֆինանսների նախարարությունը բավականին մեծ խնդրի առաջ է կանգնելու։ Հիմա դուք գտել եք այդ կայուն հոսքը բյուջե կամ որտեղից այդ կայուն հոսքը լինելու բյուջե, որով դուք մշտապես այդ բարձրացումը կարողանալու եք ապահովել։ Այլապես ստացվում է, որ ընտրություններից հետո պետք է ասեք չկա գումար, թոշակառուներ ձեզ փող չենք տալու։ Կարծում եմ, որ ես արդեն պատասխանեցի ձեր հարցին։ Շատ կարևոր է թե երբեք խոսել պարոն Արամյանի հետ, որովհետև շատ էական է, արդյոք ինչ իրողությունների, ինչ ներուժի գնահատմամբ է այս կամ այն եզրահանգումը կատարվում, եւ ես ձեզ շտապեմ ձեր վատատեսական այդ մտքերը, մտահոգությունը փարատել եւ հայտնել, որ ծախսը, որը որ նախատեսվում է կատարել, արդեն ասացի գնահատված է, ֆինանսավորումը տեսանելի է եւ որևէ ֆիսկալ ռիսկ այս առումով ֆինանսների նախարարությունը չի տեսնում։ Այսինքն չֆինանսավորելու ռիսկ չի լինելու, ֆինանսավորման աղբյուրները հայտնի են, դրանք հավաքագրվող հարկերն են, ոչ հարկային եկամուտներն են, ինչպես մնացյալ բոլոր ծախսերը։ 3 ամիս առաջ այդ տեմպը մեզ Արդեն պատասխանեցի ձեզ, 3 ամիս առաջ ամփոփված չէր 2025 թվական։ Հազիվ թե 3 ամիս առաջ։ Նայեք, տեմպը իհարկե որոշ ուղենիշ կարող է լինել, բայց կարող է լինել տեմպից շեղումներ, աճի դանդաղում։ Հիմա փառք Աստծո մենք ունեցել ենք ոչ թե аճի դանդաղում, այլ հակառակը, աճի արագացում, ինչը մեզ լրացուցիչ վստահություն է հաղորդել։ Իսկ որտեղից ձեզ այդ տեղեկատվությունը, որ չի քննարկվել, գիտեք ինչ, դա աշխատակարգային ներողություն, արդեն 3-րդ անգամ ես նույն հարցին տարբեր ձևերով պատասխանում։ Բյուջեն ընդունվել է անցյալ տարեվերջին, նույնիսկ տարեվերջից բավական ժամանակ առաջ։ Այդ պահի դրությամբ իրողություններն այլ էին, կար որոշակի անորոշություն, պետք էր հասկանալ տարեվերջյան աճը ինչպիսի արագացում ունի եւ ինչ ֆիսկալ տարածք է ազատում։ Հետեւաբար շատ բնական նորմալ վիճակ է, ինչ վերաբերում է քննարկվել այս հարցը, պարոն Պողոսյան, այսինքն կառավարությունը եկել է, այդ քննարկումը կազմակերպել է, հասկացել է, որ թոշակները Կներեք, սա կառավարության առաջարկն է, հավաքական առաջարկն է կառավարության։ Ինչի այդ որոշմանը եկել, որովհետև տպավորություններ, որ կառավարությունը չի քննարկել, ինքը մի օր Ձեր տպավորությունը շատ թյուր է, շատ առհասարակ պետական հանրային կյանքում որոշումները կայացվում են շատ փաստարկված, վերլուծությունների հենքով, կշռադատված տարբեր կողմերի, տարբեր շահագրգիռ կողմերի մինչև վերջ լսելու արդյունքում, այսինքն դուք, չգիտեմ, վստահ եմ, որ ձեր պատկերացումներն իրականում այդպիսին չեն, որ մեկ օրում կամ պահի ազդեցությամբ կարող են կարևոր որոշումներ կայացվել։ Այդ որոշումները կայացվում են աշխատակարգային հենքով, փաստահեն, լավ մտածված, կշռադատված ձևով, այդպես չի։ Ես ներողություն եմ խնդրում, ես ոնց հասկանում եմ ձեր հիմնական հարցերին պատասխանեցի, կրկնվում են, ներողություն եմ խնդրում։ Այս պարգևատրումներից հետո է շատ նաև Փաշինյանն է հասկացել, որ հանրային լուրջ դժգոհություն կա, այդ նախարարները Դա ընդհանրապես ձեր տպավորությունն է, չեմ կիսում, ներողություն եմ խնդրում։